Մխիթար վարդապետին երազում այցի է գալիս հրեշտակը։ Հայտնում է, որ 2 տարի հետո սաստիկ երաշտ ու սով է լինելու։ Վարդապետը եկեղեցուն կից ամբարներ է կառուցել տալիս, դրանք լցնում է ցորենով։ 2 տարի անց իսկապես սով է սկսվում։ Վանահայրը գուշով ցորեն է չափում ու ըստ ընտանիքների անդամների բաժանում հարակից գյուղերի բնակիչներին։ Այդպես շատերին փրկում է սովից։ Դրանից հետո հայ միջնադարի նշանավոր գործիչ Մխիթար վարդապետին ժողովուրդն անվանում է Մխիթար Գոշ։ Գոշը կամ գուշը կավե ծագարաձև տարա է։ Կուժ բառի այլափոխված տարբերակը։ Կա նաև Գոշ անվան մեկ այլ ստուգաբանություն։ Գոշ բառը պարսկերենից թարգմանվում է որպես նոսր մորուս ունեցող։ Որոշ աղբյուրներ վկայում են, որ Մխիթար վարդապետն իսկապես այդպիսի մորուս է ունեցել։